Երկրորդը ուրիշ մի անձնավորություն, պարզապես հպանցիկ անցնեմ դրա կողքով։ Հայտնի դեպքը լրագրողի հետ պատահած Հռիփսիմե Ջեբեջյանի իր ցինիզմի եւ լկտիության այսպես գագաթնակետից խոսելով այդ մասին, փորձելով արդարացնել ինքն իրեն, հղումը տալով ինձ եւ այլն, չի բավարարվել եւ հղումները տվել Սուրբ գրքին, Սաղմոսներին, 18-րդ Սաղմոսին, Ավետարանին եւ այլն։ Երևի կյանքի մեջ առաջին անգամ էր կամ հղում էին տվել կամ ցուցում վերցնելու եւ այդպիսով փորձելու արդարացնել իր ամբարշտությունն ու տգիտությունը։ Ընդ որում Սաղմոսի մասին խոսելով չի էլ կարողանում հայերեն ոչ ընթերցել, ոչ էլ արտաբերել։ Ասեմ ուղղակի, որ երաժամ բառ գոյություն չունի հայերենում։ Ոչ գրաբարում, ոչ աշխարհաբարում, ոչ արևմտահայերենում, ոչ արևելահայերենում, ոչ էլ երևի բարբառներում, այդ տգետ ամբարիշտ համենայն ժամը, հարաժամը, բայց ոչ երաժամ։ Այդ դիմացիդ նստածն էլ նույն կերպով, նույն ամբարշտությամբ եւ տգիտությամբ չի հասկանում, թե ինչ ես ասում։ Եվ ինքն իրեն ինչպես միշտ տվել այդ դերը, ինքն իրեն լուրջ դեմքով գլխով են փորձում անդրադառնալ, բայց այդուհանդերձ այստեղ թեմա չկա, ես ուղղակի ասում եմ տգիտության եւ ամբարշտության բացառիկ ներկայացում, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, բայց անօրենները կկորչեն, ամբարիշները կկորչեն եւ շատ շուտով կկորչեն եւ նրանց փոշին անգամ չի մնա, հետքը անգամ չի մնա։ Թեպետ հետևանքները մենք կրելու ենք դեռ երկար ժամանակ, այդուհանդերձ այդ հետևանքների լուծումները մեր ձեռքին են լինելու եւ մենք ենք լուծելու բոլոր խնդիրները, վերականգնելու մեր տունն ու պատիվն ու արժանապատվությունը։ Դեն մյուսի մասին էլ չասեմ, ակվարիումի մասնագետը, որը ըստ լուրերի տարբեր խնդիրներով, տարբեր հավատարմության երթումներով հասել է իբրև թե ազգային ժողովի ընդամենը խոսնակ լինելու, բայց ինքնահռչակ նախագահ կոչվելու այդ ինքնա այսպես բավարարություն ստանալով այդ կոչումից աստիճանին, նրա մասին էլ խոսք չասեմ, լավագույնս բնութագրել է մեր Խաչիկը Մանուկյան, մեր նահատակ Հերոսի Վաչագանի հայրիկը, հայրենիքի հայրը, լավագույնս բնութագրել է։ Կներեք, որ պիտի կրկնեմ այս եթերում, ինչպես ասել եմ, չեմ ուզում սրանց անդրադառնալ, ոչ էլ այս խոսքերով, բայց եւ խոզերի առջև մարգարիտներ շաղ չտալով, այդուհանդերձ Խաչիկի խոսքերը շատ դիպուկ են եւ ճիշտ են, ուղղակի ճիշտ են, թքող մոր, թքող զավակ, ուրիշ բան չէր կարող լինել, բոլոր առումներով։ Եվ մնացած շարունակաբար մնացած այդ խուլիգանախմբի անդամներին, այո, ամբարիշներ եւ տգետներ, քիչ ժամանակ է մնացել ձեզ։ Դա ես չեմ ասում, Սուրբ Գիրքն է ասում, իսկ նրա դատաստանից խուսափել չկա։